Անընդհատ սկրոլ անելով դեռահասը բախվում է ինֆորմացիոն հսկայական հոսքի, որը հաճախ չի կարողանում վերլուծել կամ զտել։ Իսկ այդ տարիքում իրականն ու կեղծը, օգտակարն ու վտանգավորը տարբերակելը միշտ չէ, որ հեշտ է։ Երբեմն նույնիսկ մեկ անմեղ թվացող տեսանյութը կարող է լուրջ ազդեցություն ունենալ երեխայի հոգեբանական վիճակի վրա։ Դեռահասները դինելով այն փուլում, որ պետք է հետևեն իրենց մարմնին, ամաչում են իրենց մարմնից, չէ՞ որ փոփոխություններ են տեղի ունենում, իրենք կարծում են, որ դիետաների միջոցով կհաղթահարեն այդ խնդիրները եւ սկսում են իսկապես չուտել, քիչ ուտել, իսկ մենք գիտենք, որ դեռահասության տարիքում հակառակը պետք է ուտել, սնվել նորմալ։ Այսինքն ստացվում է, որ առողջ ապրելակերպը դարձել է արդեն ծայրահեղական բնույթ է կրում։ Բացի կիբերբուլինգից, օնլայն տիրույթում երեխաներին սպառնում են նաև անծանոթների հետ շփումները, անձնական տվյալների արտահոսքն ու սեռական հետապնդման փորձերը։ Մեդիա փորձագետի խոսքով Հայաստանում այս խնդիրների իրական ծավալը դժվար է գնահատել, քանի որ շատ երեխաներ պարզապես չեն պատմում իրենց հետ տեղի ունեցածի մասին։ Ամենամեծ խնդիրն անում է, որ երեխաների, որոնք ենթարկվում են նման հալածանքների կամ հետապնդումների, երրորդը ոչ ոքի չի պատմում նրա մասին, իսկ երբ որ պատմում են մենակ մոտիկ ընկերոջը, որից էլ դուրս չի գալիս դա, փաստացի իրավապահներին կամ հանրային տիրույթ հաստում է շատ չնչին մասը